Այսօր չգիտես, վաղն ինչ կլինի, կյանքիդ գնացքը որտեղ կանգ կառնի, բայց ուր էլ գնաս, ուր էլ որ լինես, ինչ ճամփաներ էլ դու հաղթահարես, ինչ սանդուղքներ էլ բարձրանաս իջնես, հիշիր դու պետք է նախ լավ մարդ լինես, որ երբեք հոգիդ չաղտոտես, քանզի չգիտես վաղն ինչպես կապրես: Ամեն առավոտ մի փոքրիկ կյանքի սկիզբ է, որը տևելու է մեր ամբողջ օրը: Թող այս օրը բերի ուրախություն, քնքշություն և սեր մեր ընտանիքներին: Սիրելիներս, ահա այսպիսի գեղեցիկ, քնքուշ տողերով էլ սկսում եմ ձեր օրը և իմ օրը, մաղթելով բոլորիդ ամենաառաջինը քաջ առողջություն, երկար տարիների կյանք: Բարի օր իմ սիրելի բաժանորդներ ջան: Սիրելիներս, եղեք միշտ ուրախ, հարգված, սիրված: Թող մեր բոլորիս հոգիներում միայն տիրի խաղաղությունը և միշտ փառք տանք մեր Տիրոջը Աստծուն: Սիրելիներս, երեկվա տեսահոլովակում խնդրել էին, որպեսզի ես այս կարմիր պղպեղի բուսայուղով պատրաստված բաղադրատոմսը գրեի, իսկ ես խոստացել եմ, որ այս հոլովակի ներքևում կտեղադրեմ կարմիր պղպեղի բաղադրատոմսը, որը ես արդեն 45 տարի պատրաստում եմ նույն բաղադրատոմսով: Մանրամասը կգրեմ: Իսկ հիմա գնանք խոհանոց ճաշ: Սիրելիներս, արդեն տապակի մեջ բովնվել է լապշան, տեսեք դատարկում եմ, պատրաստելու եմ մսով լապշայով փլավ: Հիմա կլցնեմ երկրորդ անգամ, քիչ-քիչ եմ բովում, որպեսզի հավասարաչափ բովնվի: Մինչև լապշան բովնվի, կողքն էլ դրել եմ ջուրը, որպեսզի եռա, խաշեմ, քամեմ: Նոր մսով ու յուղով պատրաստ: Լապշան արդեն բովեցի, խաշեցի, քամեցի, կաթսայի մեջ լցրել եմ յուղը, դրել եմ գազօջախին, որպեսզի հալվի: Հիմա մանր կտրատած միսը, որը խաշել եմ, մանր կտրատել եմ, պետք է այդ յուղի մեջ տապակեմ, նոր ավելացնեմ: Արդեն յուղը հալվել է, պետք է ավելացնեմ խաշած մանր կտրատած միսը, որպեսզի տապակեմ, նոր կավելացնեմ խաշած, քամված լապշան մսի: Ահա պատրաստ է լապշան բովված, քամված և ղավուրմայի մսով տապակված, շատ համեղ է: Մատուցել եմ այսպես գեղեցիկ, գունեղ ձիթապտուղներով, թարմը կանաչ պղպեղով խորոված արած, հորած պանիրով, հարգելիներս, մեզ պատրաստած թթուներով, տարբեր տեսակի կանաչ լոբի, այստեղ ունենք բամյա, վարունգ, պղպեղ ծիծակ դրած աղաջրով, լոլիկներ թթու և կարմիր պղպեղ թթու և կանաչի, ունենք նաև լիմոնադ, ֆանտա: Դե ինչ ասեմ, սիրելիներս, եթե հավանեցիք, մնացեք ինձ հետ, հետևեք էջին, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակը, որպեսզի ոչ մի տեսահոլովակ բաց չթողնեք: Գրեք կոմենտարիաներում, թե դուք ինչ ուտեստներ եք սիրում և հավանեցիք, թե ոչ: Այսքանով ավարտում եմ այսօրվա տեսահոլովակը: Մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում: Միշտ Աստծո լույսը մեր օջախներում, ձեր օջախներում լինի: Ցտեսություն, մինչ նոր հոլովակ: